Վայ։ Գաբրին կելի ես պայմանների։ Ես ով հարևաններից թազա մեբելու բան, առել է բերեհները տվել են ձի, են դիվանին, իտ կրիսլոները, ես խալաձելնիգը ուրիշ մարդի առե, անես ես կուխնին է յանի։ Տիկին Ժենյա, գիտեք, որ 2027 թիվը վերջնաժամկետն է, երբ Գյումրին պետք է ազատվի տնակներից, որպես տնակի բնակիչ, արդյոք հավատում եք կառավարության այս խոստմանը և ի վերջո հավատում եք, որ Գյումրին մի օր, այսպես ասած, աղետի գոտու կարգավիճակից դուրս է գալու։ Ոչ, կառավարության ոչ մի խոսքին չեմ հավատում, այս թաղամասը կոմսլագեր է, ոչ մտնող կա, ոչ ելնող կա, ոչ բնագիճին հարցնող կային ինչպես է կաբրում, անցյալ տարի ամբողջ ձմեր խանութների դերից կարդոններ եմ հավաքի բերի որ վառեմ, վառում ես կարդոնը ինչ պդի վառես, 2 ժամ հետո նորից խալաձելնիկ, այս տարի գազ եմ վառում, գազ կա, գազ եմ վառում, բայց ամբողջ ստացածս թոշակը տալիս եմ վառելիքին, թե հարևաններից օգնող եղավ, կամ ինչ որ հեռու բարեկամ մեկը մի օգնություն տվա, բան տվա, յոլա կերտամ, թե չէ օրերով նստի ցամաք հացով, մարդ ես վերջը 83 տարեկան կնիկ եմ, 1 կիլո միս կարելի ամսվա մեջը գոյնա ուդել, էսիկ ինչ ապրելակերպ է, կառավարությունը ոչ մի ճիշտ խոստում չի տվե ու չեմ էլ հավատում, որ երբևիցե Գյումրին կազատվի տնակներից։ Ինչքան ժամանակ է դուք այս տնակում եք ապրում։ 15 տարի։ Ձեզանից առաջ ապրող եղել Ինձանից առաջ ապրող եղել է, որովհետև ես երկրաշարժի ժամանակվա դրա ծերունդներ են ապրել։ Մաշվել է տարիների Մաշված է, ընթացքում։ կատում է, հենց ձունը անձրևն եկավ, 4 կողմից կատում է։ Չիտես, հնարավորություն չկա ստեղ ապրելու, ես կսեմ ես երևի կոմսլագերի կալանավորը ավելի լավ էր ապրում, քան էս թաղամասում ապրողները, տեղ հնարավորություն չկա, ոչ մեկը չեմ գոյնա մե 2 կամազ ավազ լծեն, ճամպեն էս դրանանք քելեն։ Տիկին Ժենյա, ձեր թաղամասը այնքան էլ հեռու չի քաղաքի կենտրոնից։ Կենտրոն է համարյա։ Իսկ ինչն է պատճառը, որ քաղաքային իշխանությունների տեսադաշտից դուրս է մնում, թեկուզ այդ փողոցների հարթեցման, մաքրման տեսանկյունից։ Հեմի գրբանի դարն է։ Ամեն մարդ իրա գրբանի մասին է մտածում, ժողովրդի մասին ով է մտածում։ Ոչ ոք։ Ոչ ոք։ Ընդրություններից ընդրություն են գալիս։ Արի, էս խոստումներ կուդան ու էդ մի օրը վերջ պրծավ էլ кто ты такой։ Իսկ դուք դիմում ներկայացրել եք քաղաքապետարան։ Հա, եկել են, նկարել են 2 անգամ, դրսից, ներսից, նկարել տարել են, բայց ինչ օգուտ։ Ինչ են ասել։ Ցուցակում ընդգրկված եք։ Կօգնենք, այդ հնարավորությունը իմ մեռնելուն են սպասում, որ օգնեն։ Թաղման փող տա։ Իսկ հերթագրված եք անօթևանների ցուցակում։ Ով է հերթագրողը։ Բայց ես գրածված եմ տեղ անձնագրով, գազ, լույս, ջուր, ամեն ինչի իմ անունով է, աղբի, անի բոլոր պարտաճանաչ մուծումները
Ես սովորել որ նստին, պետք է մուծումը սենեմ։ Այլ եկամուտ չունեք բացի Չէ, թոշակից։ չէ։ Ասեցիք, այս տարի գազ եք վառել, Հա։ ինչքան է ամիսը կազմում ձեր ծախսը։ Ան, այսօր մարտ ամիսն է, փետրվարը երևի ավելի տաք էր, քան ծնիկ։ Այսօրվա դրությամբ 110 կիլովատ արդեն վառել է։ Հաշվի 110 կիլովատ ինչ եմ 143 դրամով։ Իսկ արտոնություններ չկան տնակում ապրողներին, Դու չի, կես ով է գին արտոնում, վճար։ ով է հաշվի, եփ են հաշվառել տնակ ապրողներին, որ արտոնություն է տան, ինչ արտոնություն։ Սդից խոստումներ, ընդրություններից ընդրություն, ու վերջ։ Բայց գիտեն, թե այս տարի էլ պետք է ընդրություն եղնի, որ իրանց ընդրել։ Հիասթափված եք։ Հիասթափված ամեն ինչից, կյանքից, ապրելակերպից, ամեն ինչից հիասթափված ենք։ Ինչ, ով է սողը, Էգան, ով որ դրել էր քաղաքապետի թեկնածու, հերթով եկան, նային, մտան, տեսան, խոսացին, ես գրում եմ, գրող եմ, բանաստեղծություններ եմ, քանի անգամ կարդալ տվեցին, ծափ տվեցին, գնացին, չաո բամբինա։ Իսկ իրենց այդ քարոզարշավի ժամանակ ներկայացրել եք ձեր խնդիրները։ Սեմ է դնդրության քարոզարշավի ժամանակ ամեն գալողի հետ գնացել, բացադրել, խոսացել ենք, տեսել ենք, հա, ընդրություններից հետո անպայման կանենք, ընդրողն էլ դուլին անպադնոց։ Նույնիսկ չեն գալն, ասում են, օրս մեզ ավտոկայան, ես չես մենք այդ ճամպեն չենք մնի, այդ ցեխերի մեջը։ Տաքսին որ կալոսով չկա, չանտերով պարավը ինչը դերտա։ Չէ, ոչ մի բանի հավատ չկա, հույս չկա, աբագա չկա, աբագա կա, քեզի համար կա, բայց մեզի համար աբագա չկա, այս խոզանոցներն ապրելով։ Մարդոց նորմալ, սնունդ չունենա, այս տարիքի մարդը, ինչ գոյատև է։